Թեև երեկվանից ակտիվորեն շրջանառվում է Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Արուշանյանի պաշտոնակության մասին տեղեկությունները, սակայն կառավարության օրակարգում այդ հարցն ընդգրկված չէր։ Գործադիրի այսօրվա նիստին Դավիթ Արուշանյանը չէր մասնակցում։ Փոխարենը աշխատակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որում հանձնարարականներ է տվել։ Սակայն նրա հնարավոր պաշտոնակությունը նաև վարչապետ Փաշինյանն այսօր ըստ էության չհերքեց։ Եթե կլինի համապատասխան որոշումներ կհրապարակվի կիմանանք։ Ինքը Դավիթ Արուշանյանը երեկվանից հեռախոսազանգերին չի պատասխանում, թեև մինչ այդ լրագրողների համար հասանելի պաշտոնյա էր համարվում։ Նրա անմիջական ղեկավարը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն այսօր հրաժարվեց հստակ ասել՝ ի վերջո Արուշանյանը պաշտոնից ազատվել է, թե ոչ։ Պաշտոնից ազատվել է, թե ոչ։ Նախարարը հաստատեց տեղեկությունը, որ 2 օր առաջ Դավիթ Արուշանյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, ավելին նա առաջադրվել է 26 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ ցուցակով եւ վարչությունն այսպես ասած կանաչ լույս է վառել։ Այո, պարոն Արուշանյանի տեղեկությունը հաստատվել է։ ՔՊ-ական մարզպետի պաշտոնակության հնարավոր վարկածը դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 վերք եկեղեցու պատարագն է համարվում, որն ուղեկցվեց իշխանականների համար մի շարք տհաճ միջադեպերով։ Նախ տեղի բոլոր հոգևորականները հրաժարվեցին դեմ դուրս գալ կաթողիկոսին, ապա պատարագին մի խումբ գյումրեցիներ հնչեցրին կաթողիկոսի անունը։ Մի շարք գյումրեցի կանայք էլ ամոթանք տվեցին կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին ու ՔՊ-ականներին։ Նաև Ազատություն քաղբանտարկյալներին գրությամբ ու Միքայել ու Բագրատ սրբազանների նկարներով պաստառ կախվեց քաղաքապետարանի շենքից։ Տարածքային նախարարը հակառակ պնդումն արեց, թե Գյումրիի պատարագից գոհ են։ Պատարագը Գյումրիում անցել է շատ հրաշալի, ես ինքս մասնակցել եմ։ Դավիթ Խուդատյանը հրաժարվեց նաև պատասխանել հարցին, թե որքանով է համապատասխանում տեղեկությունները, որ Շիրակի մարզպետի պաշտոնին կնշանակվի Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը, հորդորելով սպասել։ Անան Ոսկանյանը այսօր եւս հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Այցելեցինք Արթիկի համայնքապետարան, նրա աշխատասենյակը փակ էր։ Օգնական Սևակ Պետոյանը ասաց, որ խոշորացված համայնքի վարչական տարածքում է խորհրդակցություններ է անցկացնում։ Ներկայապահին պարոն Ոսկանյանը շրջայցի մեջ է գտնվում Արթիկ համայնքի տարբեր վարչական տարածքներում, ելնելով այն հանգամանքից, որ 2025 թվականի դեկտեմբերի ամիսն է, տարին ամփոփվում է եւ տարբեր աշխատանքներ կան, ծրագրեր կան, մենք տարբեր վարչական տարածքներում տարբեր աշխատանքներ կան եւ համայնքի ղեկավարը իրեն բնորոշ աշխատանքային գործունեությամբ շրջայց է կատարում Արթիկ համայնքի տարբեր վարչական շրջաններում։ Անան Ոսկանյանին մարզպետ նշանակելու մասին լուրերն իրենց էլ է հասել, բայց պաշտոնապես որևէ բան հաստատված չէ, ասաց օգնականը։ Որևէ տեղեկություն, որևէ հաստատում չունենք, ինչպես որ դուք, այնպես էլ մենք այդ մասին իմացել ենք լրատվամիջոցներում տարածված խոսակցություններից։ Անան Ոսկանյանը եւս ՔՊ-ական է, քաղաքապետ է ընտրվել 4 տարի առաջ, ըստ էության դեռ 1 տարի ունի պաշտոնավարելու։